Սևանի ափին գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող հարցնաքար համալիրը, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանի, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի Սանիկ Նորայր Փանոսյանի առանձնատները քանդման են ենթակա։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրա խոսքերով Սևանի ափին գտնվող 23 այդպիսի տների քանդման որոշում է կայացվել։ Բոլոր այս գործարքներն ուղիղ չեն կնքվել այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, ընդգծել է դատախազը։ Այս հայտարարությանն անմիջապես հետևել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի առաջարկը գումար տրամադրել իրենց համայնքին, որպեսզի կարողանան քանդման այդ աշխատանքներն իրականացնել։ Ի պատասխան Վարդապետյանը նաև մի նկատառում է արել։ Այդ տները թեև թե էսթետիկական տեսքի, թե ֆունկցիոնալության տեսանկյունից ենթակա են քանդման, սակայն կարծում է, որ այդ գույքերը կարող են ունենալ տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ։ Դրա համար կառավարությունը պետք է հստակեցնի, թե որ դեպքերում են գույքերը ենթակա միանշանակ քանդման եւ որ դեպքում բացառիկ դեպքերով տրամադրվեն, օրինակ Պաշտպանության նախարարությանը, առողջապահության, շրջակա միջավայրի նախարարություններին, նշել է Վարդապետյանը։